Մերհուն Էդմոնդ Մարուկյանը պայմանավորվել ենք մի 2 օր առաջ որպեսզի զրուցենք թեմաները մեր գերիների խնդիրն է որպես իրավաբան ու մասնագետ պարոն Մարուկյանը խոսանք ինչա կարելի անել օգնել գերիներին եւ մեկ էլ էս աշխարհակական վիճակը այսօր այս 2 օրվա մեջ պարոն Մարուկյան հենց լուրջ փոփոխություններ կատարվեցին եւ այդ Եվրոպարլամենտի որոշումը հա կապված մեր գերիների հետ եւ ընդհանրապես խաղաղության պայմանագիր եւ այլ հանդես Ուկրաինա Ռուսաստանի հետ կապված այդ գործողությունները փորձենք ինչի սկսենք արտաքին քաղաքում դուք ասեք դեպքերը շատ արագ զարգացան մեր դե եկեք արտաքին էս բաները սկսենք հետո անցնենք մեր գերիներին միացավ հա այո Շնորհակալ եմ հրավերի համար, ինչպես արդեն դուք նշեցիք, մենք պայմանավորվել էինք այսօր խոսել մեր ռազմագերիների Բաքվում դատվող մեր հայրենակիցների մասին, սակայն նաև այլ թեմաներ են հայտ եկել, որը կարծում եմ կապ ունեն այդ թեմայի հետ։ Երեք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունները այլևս ավարտված են, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ընդունել է Ադրբեջանի վերջին 2 պահանջները եւս, որից հետո մի քիչ ավելի ուշացած Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ այո, վերջին տարբերակը Ադրբեջանին ուղարկել ենք դիվանագիտական ալիքներով եւ Ադրբեջանին առաջարկել ենք, որ համատեղ հայտարարությամբ հանդես գանք, որ խաղաղության համաձայնագրի տեքստը ավարտված է, սակայն Ադրբեջանը միակողմանիորեն այս հայտարարությունը արել է։ Սա ինչի մասին է խոսում։ Սա կարող է ինչ-որ մեկին թվա թե փոքր դետալ է, բայց սա խոսում է այն մասին, որ բացարձակապես աշխատանքային մթնոլորտ, վստահության նշույլ, հարգանք պրիմիտիվ, մարդկային հարգանք գործընկերների նկատմամբ գոյություն չունի։ Եվ այդ պայմաններում պնդել, որ այ մենք էս կպահանջենք, այ մենք էս կանենք, մենք ինքնիշխան ենք եւ այլն, ես կարծում եմ շատ դաժան իրականությունից հեռու է, այն ինչ որ մենք ունենք հիմա, եւ ես ուզում եմ կենտրոնանալ վերջին համաձայնեցված 2 կետերի վրա, թե որոնք են դրանք, ուրեմն դուք գիտեք, որ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չէր համաձայնվում այն կետին, ըստ որի Ադրբեջանը պահանջում էր, որ հայ-ադրբեջանական, Հայաստան-Ադրբեջան սահմանին հարակից տարածքում չպետք է լինեն երրորդ պետությունների երրորդ ուժեր։ Հիմա այդ երրորդ ուժերի տակ Ադրբեջանը պնդում է, որ այդ սահմանից պետք է հեռացվեն եվրոպական միության քաղաքացիական առաքելությունները, դիտորդական առաքելությունները, իսկ դիտորդներին գիտեք դուք, դիտորդները զինված ուժեր չեն, զենք չունեն, հեռադիտակներով ինչ որ մարդիկ են քաղաքացիական, եւ ինչի մասին է խոսքը գնում, պայմանավորվել Հայաստանի Հանրապետության թե ներկայի, թե ապագայի համար նման զիջման գնալ, ես կարծում եմ սա ծայրահեղ խայտարակություն է եւ սա մեր պետությունը դարձնում է ոնց ասեմ հաշմանդամ պետություն։ Բայց եվրոդիտորդների մասին այդ ուղիղ կապ ունի, ես գիտեի մենակ ինչ որ զորքերի հետ կապ ունի, եվրոդիտորդներն են, հա։ Այո, նրանք պնդում են, որ եվրոդիտորդները, տեսեք, գրված իրանք չեն ասում զինված ուժ, իրանք ասում են երրորդ ուժեր, չպետք է լինեն Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Հիմա տեսեք, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ մենք ինքնիշխան պետություն ենք եւ մենք մեր տարածքում, մեր սուվերեն ինքնիշխան տարածքում ինչ կուզենանք կանենք, լոգիկան դա է։ Բայց Ադրբեջանի հետ այսպես կոչված կնքվելիք պայմանագրով ոչ միայն ներկայում ենք մենք սահմանափակում մեր հնարավորությունները մեր տարածքում, այլ նաև ապագայի համար ենք փակում մեր հնարավորությունները, եւ սա ինչ է նշանակում։ Պատկերացնենք ապագայում, չգիտեմ, ես իմ քանի տարի հետո եւ այստեղ ճաշակի հարց կա, հա, ասենք ինչ որ արևմտամետներն ասում են ֆրանսիական զորքեր, ամերիկյան, մյուսներն ասում են ռուսական, հա, սա ճաշակի հարց է, բայց մենք զրկվում ենք ընտրության հնարավորությունից նաև։ Այսինքն դու չեք կարող ընտրել թե ինչ զորք բերեք Հայաստան մեր անվտանգության ապահովման համար։ Հիմա
ինչա տեղի ունենում։ Այս հայտարարությունները եւ այս քննարկումները նրա մասին են, որ նաեւ ապագայում մյուս հարևան պետությունները, օգտվելով այս նախադեպից, օրինակ Թուրքիան, կարող է պահանջել, որ Հայաստան-Թուրքիա սահմանին եւս չպետք է լինեն երրորդ պետությունների որևէ ուժ կամ ուժեր եւ այս հակասահմանադրական, այս ինքնիշխանությունը սահմանափակող համաձայնությունը, որ Հայաստանի իշխանությունը տվել է, ես ուզում եմ նորից ասել, որ մեր պետությունը դարձնում է հաշմանդամ պետություն։ Եվ սրա հետևանքների մասին, ապագայի մասին, հա, հիմա ես նաև ուզում եմ դիմել այստեղ առիթից օգտվելով, դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում իբր թե արևմտամետներ են, այն որ ասում են մենք դեմ ենք, մենք ուզում ենք ռուսական ռազմաբազան դուրս գա, դրա տեղը ամերիկյան գա, ֆրանսիական գա, դե ձայն հանեք։ Այսինքն այդ ձեր ասած ընտրության հնարավորությունից է զրկում Հայաստանի իշխանությունը այսօրվա պայմանավորվածության արդյունքում։ Ավելին ասեմ, հիմա փաստարկներ են բերելու, որ ասելու են Ադրբեջանն էլ իր հերթին է պարտավորվում երրորդ ուժեր չտեղակայի։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Ադրբեջանը նախ նման խնդիր էս պայն չունի, եւ երկրորդը Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակները այն մակարդակով են ինտեգրված այդ բանակները, որ դուք չեք կարող տարբերել, թե ինչ ուժ է, եւ ավելին ասեմ, ես դեռ չգիտեմ մի նախադեպ, որ հայկական կողմը որևէ հարց կարող է բարձրացնել Ադրբեջանի առաջ եւ այդ հարցը հետամուտ լինել։ Պատկերացնենք բերել են, այդ ինչ պետքա դուք անեք։ Մյուս հանգամանքը, որ շատ քննարկվեց, որ մենք հրաժարվում ենք երրորդ ուժերի ներկայության հարցը։ Մյուս մասը եղավ, որ շատ քննարկվեց, որ մենք հրաժարվում ենք նաև միջազգային դատական ատյաններում ներկայացված դատական հայցերից։ Ես կարծում եմ, այստեղ սկզբունքային հարցն այն է, որ մենք Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների գործերով պետք է գործեր ներկայացնեինք Հռոմի դատարան։ Եվ այդ Հռոմի ստատուտը դրա համար էր վավերացվում։ Եվ Հռոմի ստատուտը վավերացումից հետո ոչ մի գործ չի ներկայացվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված հանցագործությունների մասին, եւ այս հրաժարումով նաեւ հրաժարվում ենք, որ ապագայում էլ կներկայացվի։ Բայց ելի այս հրաժարումն էլ է միակողմանի։ Ոնց որ այն դեպքում թուրքական զորքերը լինելու են եւ մենք ոչինչ չենք կարող ասել։ Հենց հիմա Ադրբեջանում դատում են ՀՀ քաղաքացիներին, դատական process է գնում։ Բայց Ադրբեջանը մեզ պարտադրում է իրենց նկատմամբ հայցերից հրաժարվել եւ նորերը չներկայացնել։ Բայց դա իրենք շարունակելու են իրենց դատարաններում դատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ավելին նաեւ հայտարարեցին, որ նաեւ մենք պահանջում ենք, որ էլի կան Հայաստանի տարածքում պատերազմական հանցագործներ, նրանց նույնպես դատարանի հետ համագործակցի Հայաստանի Հանրապետությունը եւ նրանց նույնպես հանձնի մեզ, չգիտեմ, մենք դատենք, չգիտեմ ինչ անենք։ Ես գիտեք ինչ եմ ուզում ասել, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը, այսօրվա իշխանությունը չունի մանդատ նմանատիպ զիջումների գնալու, բացարձակապես չունի, եւ այստեղ լուծումը հետեւյալն է. կամ այս զիջումները որպես այդպիսին դրվում են հանրաքվեի, ժողովուրդն է որոշում, մենք համաձայնվում ենք ապագա 100 տարվա համար, չգիտեմ քանի տարվա համար պարտավորություն ստանձնել մեր վրա, որ Հայաստանի Հանրապետությունը պետքա զրկվի ընտրելու իրավունքից, թե ում հետ համագործակցի։ Վերջին հաշվով Հայաստանում քարոզված վերջին 4 տարվա հիմնական թեզը հետևյալն է, որ մեզ պետքա լավ դաշնակից, մենք լավ դաշնակից չունենք։ Այդ լավ դաշնակից ուզողները հիմա ուր են, բայց ինչ են ձայն հանում, որ մենք հիմա պարտավորվում ենք չունենալ բացարձակապես որևէ դաշնակից։ Ավելին ասեմ, այսօրվա գործող իրավակարգավորումները, որ մենք ունենք, օրինակ ՌԴ-ի հետ, այլևս այդ փաստաթղթի ստորագրումից հետո որևէ մեկը չի կարող գործել։ Ինչու՞։ Որովհետև իրավակարգավորումները Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ են, նաև հապկի շրջանակներում։ Հիմա եթե դու պարտավորում ես, որ մի սահմանի ուղղությամբ դու որևէ ուժի ներգրավելու իրավունք չունես, դու դրանով ասում ես, որ ես դուրս եմ գալիս բոլոր տեսակի ռազմական պայմանագրերից նաև։ Սա շատ խորքային, շատ մանրամասն վերլուծելու բան է, մենք հիմա առաջին, այսպես ասած, ռեակցիաներն ենք տալիս այս process-ի վերաբերյալ, թե ինչ որ տեղի ունեցել, հետեւաբար ես շատ բան եմ ձևակերպումն անում, որ ժողովուրդ ջան, մեզ զրկում են ընտրելու հնարավորությունից, մեզ զրկում են ինքնիշխան, անկախ պետություն լինելու հնարավորությունից։ Հիմա նայեք, մեզ ասում են բանակը մի զինեք, մի զինվեք, դուք զինվելու իրավունք չունեք, զենք չբերեք։ Այսօր գալուց առաջ այստեղ ես կարծացի, որ ադրբեջանցիները ասել են, որ մեզ հաջողվեց 2024 թվականին լետալ զենք Հայաստան չտալու գնել։ Այո, ես էլ տեսա։ Ադրբեջանի կառավարությունը քիչ առաջ դուր է տվել, որ իրենք կասեցրել են Հայաստան ներմուծվող հերթական զենքերի ներմուծումը։ Հիմա
Այդ Հայաստանի կառավարությունը որևէ բացատրություն դեռ չի տվել ցավաբել։ Այդ ոնց են կասեցրել, բայց ինչ եմ ուզում ասել։ Մի կողմից ասում են բանակը մի զինեք, մի զինվեք, զենք մի ունեցեք, մյուս կողմից ասում են որևէ դաշնակից մի ունեցեք։ Այդ աշխարհում կա այդ ձևի պետություն, որ նման իրավիճակում է։ Սա ինձ հիշեցնում է բանը Ալեքսանդրապոլի պայմանագիրը, էլի, որ քանի հատ հրանոթ կունենաք, քանի հատ ինչ կունենաք, խելոք ձեն մի հանեք, հանգիստ մնացեք, բան արեք։ Հիմա արշավա լինելու, բան են անում, չգիտեմ, արդեն ես տեսա, որ ինչ որ այսպես կոչված փորձանքագետներ արդեն հարցազրույցներ են տալիս, ասում են Պուտինն է ճնշել Փաշինյանին, որ այս սիճումներին գնա, ասենք բանա հիվանդություն է սա, ես չգիտեմ ինչ սանուն դնեմ, լավ ասում եմ, լավ, ճաշակի հարցա չեք ուզում, շատ լավ, դուք ռուսներին չեք սիրում, դուք ամերիկացի բերելու իրավունքից եք զրկվելու, դուք ֆրանսիացի բերելու իրավունքից եք զրկվելու, դուք շվեդների հետ համագործակցելու իրավունքից եք զրկվելու, եթե դուք անկեղծ եք դաշնակից ընտրելու թեմայի մեջ, ուրեմն դուք դուրս գաք եւ խոսեք այս process-ի դեմ, եթե դուք ուղղակի զուտսովորական ԿՊ-ի advocate-ները չեք, էլի, էսա։ Դե Աննա Լենա Բերբոկը հայտարել է, գիտեք ինչ լեզվի մասնագետները այդ տերմինը գիտեն, կոչվում է օքսիմորոն։ Լավ որ ասենք թե ռուսերեն, ասենք թե գարյաչի սնեգ, որ սնեգը չի կարող ունի գարյաչի, չէ՞, ձյունը չի կարող։ Այլ մի բան անդրեն բարգուց ասել է, ես շատ գոհ եմ, թե ոնց էր ասել, որ խիզախ Հայաստանի կողմից խիզախ նահանջները, հա, զիջումները, խիզախ զիջումները, որ իր խիզախն ու զիջումը իրար չի բռնում։ Հիմա իրանք էլ են զգացել այդ խիզախ զիջումների մասին, էլի։ Տեսեք, ես ուղղակի ապշած եմ, էլի Անաբելա Բերբոկը ինքը երևի թե Գերմանիայի համար, չգիտեմ, Գերմանիայի մասով չգիտեմ ինչ ասեմ որպես արտգործնախարար։ Գոնե Հայաստան, Ադրբեջան բանակցային process-ում այս մարդիկ որևէ դրական դերակատարում չեն ունեցել, բացի Հայաստանին հորդորել, ճնշել, որ Հայաստանը գնա անդադար զիջումների։ Հիմա ընտրություններն է պարտվել են, այլևս այդ մարդը արտգործնախարար չի լինելու, բայց էլի հայտարարություններ են անում, որ ապրեք միատես իջեցիք, հալալացես միատես իջեցիք։ Ես քիչ առաջ կարճ մի հաղորդագրությամբ հայտարարություններ արել, որ այն բոլոր երկրները, որոնք ողջունում են այս process-ը, պետք է մի բան հասկանան, որ մենք չենք մոռացել Տավուշի այսպես կոչված սահմանազատման process-ի ժամանակ իրենց ողջունածները, այն որ հայկական զինված ուժերը ետ քաշվեցին, բայց ադրբեջանականը ետ չքաշվեց։ Էլի իրենք ողջունում էին։ Հիմա են ողջունում։ Այսինքն Հայաստանի ամեն ինքնիշխանության մի զիջումը իրենք ողջունում են։ Հիմա ասենք դա գոնե չհրճվեն էլի մեր այս ջախջախման արդյունքում։ Իմ ասածը սա է, այսինքն ոչ մի լավ բան չեք կարողանում անել, վատ բան չեք անում, էլի։ Պարոն Մարուկյան, ամեն դեպքում դուք պատկերացնում եք այդ փաստաթղթի ստորագրումը, այն դեպքում, երբ նախապայման է մեր սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի կողմից, որ կփոխեք, նոր կմտածենք, ստորագրենք, թե չէ, նախորդին այդպիսի ամեն դեպքում տրամադրություններին եւ դա պետք է հարակվեով լինի, մեր ժողովուրդը կգնա դրան թե չէ եւ կխնդրեի հստակեցնեք առհասարակ հիմա ձեր տեսակետը եւ ձեր վերաբերմունքը իշխանության քաղաքականության հանդեպ հստակ։ Շնորհակալ եմ, ինձ թվում է իմ վերաբերմունքն ու իմ տեսակետը իշխանության վարած քաղաքականության հանդեպ իմ հրաժարականի օրվանից պարզ է, թե էլի հարց առաջանում է, զարմանում եմ։ Իմ ասելիքը հետեւյալն է, որ իշխանությունները սպառված են, ես դեռ 6 ամիս առաջ պահանջել եմ ցրել խորհրդարանը եւ նաեւ պահանջել եմ խորհրդանական մյուս ուժերից, որ մենք կարողանանք ռեստարտի գնալ։ Հիմա սա էլ է լավ առիթ այդ պահանջը ձևակերպելու համար, ինչու, որովհետեւ տեսեք, Հայաստանը կրկնում եմ, ոչ միայն ներկայի վերաբերյալ այս պարտավորությունը ստանձնում, այլ չէ, մեր թորների, մեր ծորների վերաբերյալ պարտավորությունը ստանձնում։ Եվ որևէ իշխանություն լիազորված չի ժողովրդի կողմից մեր ինքնիշխանությունը նվազեցնող որևէ պարտավորություն ստանձնելու համար։ Ինչ վերաբերում է սահմանադրության հանրակրվեին, ապա ես ձեզ խորհուրդ կտամ նաև մյուս բոլոր ԶԼՄ-ներն, ովքեր հետևում են մեր հանրությանը, մեր ժողովրդին, քաղաքական ուժերին, չկենտրոնանալ սահմանադրական փոփոխությունների վրա։ Դա կլինի մեծագույն միամտություն, որովհետև սահմանադրությունը, երբ որ կուզենան փոխեն, մենք դուրս կգանք փողոց, դա կլինի արշավ եւ ոչ կքարոզենք։ Բայց կարող է գիտեք ինչ լինել, որ Ադրբեջանի հետ համաձայնությունը ստորագրվի պայմանով, որ պայմանագիր ուժիկը մեջ կմտնի սահմանությունը փոխելու ժամանակ, եւ այն ստորագրվի հիմա, մինչեւ 26 թվականի ընտրություններ, որպեսզի sense ձերքներին գնան գյուղեգյուղ ասեն ժողովուրդ ջան, խաղաղությունը բերել ենք, մեզ ընտրեք, եկել է խաղաղությունը։ Դրա համար հիմա, քանի դեռ չկա հարակվե, խոսակցություն, ոչ մի բան չկա, կենտրոնանալ այդ սահմանության վրա, բա դա ոնց կընդունվի, բան,
ձևը կգտնի Ադրբեջանը։ Կգրեն, որ եկեք ստորագրեք մի հատ, այս զիջումներին հազիվ հասել ենք։ Սրանք դուք չեք պատկերացնում ինչ զիջումներ են։ Ես չգիտեմ, ժամերով որ բացատրեմ, էլի տեղ կա բացատրելու։ Հազիվ հասել ենք այս զիջումներին։ Եկեք մի հատ սա ստորագրեք, տակը կգրենք, որ ուժի մեջ կմտնի, որ դուք սահմանությունը կփոխեք։ Հետո կլինի հարակվեն, սահմանությունը չի փոխվի, Ադրբեջանը կկանգնի, կասի Հայաստանն ընդունել է, որ իր սահմանադրությամբ այլևս կան տարածքային պահանջներ, սակայն այս Հայաստանի ժողովուրդը շարունակում է դրա դեմ գնալ, հետեւաբար ունեն տարածքային պահանջներ։ Եվ այս պարտավորություններից զատ են, որ արդեն ամեն երրորդ ուժ դուրս հանած կլինեն Հայաստանից, դա կլինի մեր վրա հարձակվելու հերթական process-ը։ Այսինքն մի այնպիսի ցուկցվանգի մեջ է մեզ դնում իշխանությունը համաձայնության գնալով այս ճանապարհով, որ բանը այդ հանրակվեն էլ ֆունդամենտալ պրոբլեմա լինելու է ժողովրդի, այս երկրի, այս պետության համար, բոլորիս համար։ Դուք նշեցիք, որ կգնաք գյուղ փաստաթուղթը ձեռքի, նաև համոզելու տարբերակ, համոզելու չակերտավոր, դա պատերազմի սպառնալիքն է մեր իշխանությունների կողմից ժողովրդին, եւ այս պայմաններում ես կցանկանայի հասկանալ դուք եւ բոլոր նրանք, ովքեր կողմ չեն այս քաղաքականությանը, ինչ պետք է անեն առնվազն արդեն Հայաստանի այսպես անկումը կասեցնելու համար, որտեղ Արցախի ժամանակ էլ խոսքեր եղան, բայց չհաջողվեց։ Տեսեք, որևէ մեկը առանձին վերցած որևէ բան չի կարող անել։ Եթե օրինակ հիմա 200-300 հազար մարդ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, գյուղերից եւ Երևան քաղաքից դուրս գա փողոց, բնականաբար ամեն ինչ կկասեցվի։ Որպեսզի այդ մարդիկ դուրս գան փողոց, նախ պետք է հասկանան ինչա կատարվում իրենց հետ։ Որպեսզի նրանք հասկանան ինչ է կատարվում իրենց հետ։ Ինձ նման եւ էլի շատ այլ հարգարժան մարդկանց նման շատերը պետք է բացատրեն ժողովրդին։ Այդ բացատրելու ռեսուրսները շատ սահմանափակ են, որովհետեւ մենք, չգիտեմ, 1000 հոգու որևէ եթերում բացատրում ենք, 50,000 հոգու մեկ այլ եթերում բացատրում են, որ մենք ագենտներ ենք օտար երկրների, որ մենք շեղում ենք խաղաղությունից, որ մենք խաղաղության դեմ ենք, մենք, չգիտեմ, պատերազմ ենք ուզում։ Ես ինչ ժողովրդին նորից պահում են մոլորության թմբիրի մեջ, այսինքն պետք է առաջին քայլը մարդկանց թմբիրից հանելն է, ոչ թե դուրս գալ փողոց ամեն անգամ, տանել հիասթափության, այդ գազը բաց թողալ գնալ տուն։ Ես կյանքում այդ ճանապարհով չեմ գնացել։ Տեսեք, այն մարդիկ, ովքեր որ այս բանակցային process-ում ներգրաված են, նրանք չեն կարող որևէ հաջողության հասնել, որովհետև Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը բարձի թողի վիճակում է, չի իրականացվում։ Ես ես մի օրինակ բերեմ։ Ամենաթարմը ընդորում։ Երբ որ Ադրբեջանը պնդում էր, որ երրորդ ուժերը պետք է չլինեն հայ-ադրբեջանական սահմանի մոտ, Հայաստանը հայտարարեց, վարչապետը, եւ Արգոս նախարարը, որ մենք համաձայն ենք պայմանով, որ որտեղ որ դելիմիտացիան կավարտվի, այդտեղ չեն լինի երրորդ ուժեր։ Դիտորդական առաքելության մասն խոսքը գնում, որտեղ այնտեղ չկա երրորդ այլ ուժ, բացի դիտորդական առաքելության այդ հերադիտակներով մարդիկ։ Հիմա ինչ ան, մի ամիս անց է, 2 ամիս անց է, չգիտեմ, այդ հայտարարությունից, չէ՞։ Հիմա համաձայնվել են։ Անդադար մի հատ ինչ-որ պլան կա դրվում, չէ, որ ասենք մենք պահանջում ենք սա, մեր դիրքորոշումը սա է։ Հետո սկսում են այդ բանը իջեցնել եւ Ադրբեջանը դա գիտի այս մարդկանց հետ ինչպես աշխատել, այդ փորձը կա, հետեւաբար ես ասում եմ իրենք սպառված են եւ իրենք պետք է հեռանան, չեն կարող իրենք, հասկանում եք, ոնց ասեմ, եւ հետեւաբար անդադար ասում են մենք ոչ մեկին չենք տա իշխանությանը, մենք ժողովուրդը բան, շատ լավ։ Դե հիմա այդ ձեր զիջումները վերցրեք, դրեք ժողովրդական հանրակրվի, թող ժողովուրդը որոշի։ Ես բացարձակ չեմ էլ ասում վերցրեք իշխանությունը, տվեք ինձ են մեկին, մի տվեք։ Դա հետ տվեք ժողովրդին, թող ժողովուրդը որոշի։ Ինքը ուզում է որ ասենք 50 տարի հետո էլ պատկերացնենք մի հատ մենք Ֆրանսիայի հետ մի հատ պայմանագիր ենք կնքում, ուզում ենք կապանում ֆրանսիական ռազմաբազա բերենք։ Եվ Իրանի Իսլամական Հանրապետությունն ասում ոչ մի խնդիր չեմ տեսնում, շատ լավ արեք, չգիտեմ, բոլոր հարևանները, ոչ մեկ խնդիր չունի, բերեք։ Բայց կա մի հատ պայմանագիր, որը ստորագրվել է այսօր, չենք կարող դա անել։ Ասենք մարդիկ հասկանում են ինչի մասին է այս խոսքը գնում։ Այս իմ գործը ես տեսնում եմ մարդկանց հանել այդ մոլորությունից։ Բնականաբար անդադար քարոզչություն է գնում մեր դեմ, անդադար մանիպուլացվում է, բայց հիմա ինչ անենք, այսինքն չենք հանձնվելու այդ իմաստով։ Հիմա ասնենք մի հատ էլ ավելի գլոբալ, այս աշխարհակաղակական փոփոխությունների հետ երևի, հետո ասնենք գերիների հարցին երևի, հա։ Ոնց որ թե վերջերում այս ռուս-ուկրաինական, հա, պատերազմի։ Ես չեմ կարծում,
որ վերջը երևում է, որովհետև ես կարծում եմ, որ դեռևս շատ ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի հասնեն երկարատև խաղաղության։ Տեսեք, Միացյալ Նահանգները հասել են նրան, որ Ուկրաինան համաձայնվել է 30-օրյա հրադադարի։ Բայց երբ է Ուկրաինան համաձայնվել դրան, այն իրավիճակում, որ իրենց գործերը մարտի դաշտում բավականին վատ են, Միացյալ Նահանգներում ադմինիստրացիա է փոխվել, եւ եվրոպական տարբեր երկրներ շարունակում են պնդել, որ չէ մենք կօգնենք այնքան, ինչքան հարկավոր է, այսինքն աշխարհն ըստ էության բաժանվել է երկու բևեռի, բոլոր նրանք, ովքեր ուզում են այդ եղբայրասպան պատերազմը օր առաջ դադարեցվի եւ բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ պետք է այն շարունակվի։ Այս իմաստով ես կարծում եմ, որ դեռ քանի դեռ մանրամասն մեխանիզմների մասին չկան հստակություններ, թե օրինակ հրադադարն ինչպես է պահպանվելու շուրջ 1700-ից ավել կիլոմետր շփման գծի երկայնքով, սանկցիաները, որոնք որ դրված են, դրանք հանվելու են, չեն հանվելու։ Այսինքն բազմաթիվ կոմպոնենտներ կան, որոնք քննարկման առարկա են, եւ ես շատ եմ ուզում, որ այդ կռիվը օր առաջ դա կանգ առնի, բայց ես հիմա չեմ տեսնում դրա հնարավորությունը, էլի, որովհետև հիմա եթե մի կողմերը պետքա կանգ առնեն, էլի զինվեն իրար վրա հարձակվեն, դա բացարձակապես անգամ ժամանակավոր լուծում չի կարելի համարել, էլի։ Դա համար երկարատև խաղաղությանը միտված գործողություններ են պետք։ Շատ լավ է, որ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան այս ուղղությամբ բավականին կամք ունի, դրսևորում է այդ կամքը եւ աշխատում է, եւ շատ լավ է, որ Ռուսաստանի ադմինիստրացիան ղեկավարությունը նույնպես այդ ուղղությամբ բաց է քննարկումներին եւ այդ process ընթացքի մեջ է։ Այդ իմաստով տեսեք, ես չեմ բացառում, որ նաեւ Ռուսաստանի այս վերջին հաջողություններն են բերել նրան, որ մեր թշնամիները արագացրել են մեր զիջումների հասնելու, զիջումները կորզելու process-ին։ Ինչու, որովհետև եթե Ռուսաստանի դիրքերը վերականգնվում են տարածաշրջանում, հետեւաբար Թուրքիայի դիրքերն են նվազելու։ Սա շատ տրամաբանական է, սրա մասին շատ ենք խոսել։ Հիմա երևի անցնենք այս գերիների հարցին, հա, խնդրին։ Նայեք, ես ուզում եմ ասել հետեւյալը, որ շնորհակալ եմ Եվրոպական խորհրդարանի ցանկացած մեկ падգամավորներին, ովքեր որ կողմ են քվեարկում, ովքեր դատապարտում են Ադրբեջանի այս վարքը, ովքեր պահանջում են, որ ռազմագերիները այնտեղ պատանդի կարգավիճակում պահող անձինք եւ դատերով անցնող անձինք պետք է ազատ արձակվեն, բայց միևնույն ժամանակ ելի մենք կտրվում ենք իրականությունից։ Իրականությունը հետեւյալն է։ Մենք ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը միակ փաստաթուղթն է, որ խոսում է ռազմագերիների վերադարձի մասին, որը միակ փաստաթուղթն է, որը ունի տրամաբանական լուծումներ տարածաշրջանային այս հակամարտությունը լուծելու համար, հա, եւ չվերադառնալ, մեր չվերադարձը նոյեմբերի 9-ի երակոմ հարթակին բերելու է նրան, որ ոչ միայն այս մարդկանց չեն տալու եւ շարունակելու են դատել, այլ շարունակելու են նաեւ նորերին պահանջել, շարունակելու են այս պահանջները շատանալ, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա Ադրբեջանի համար է ոչ ձեռնտու փաստաթուղթ, ոչ թե Հայաստանի համար։ Հայաստանում, քանի որ այդ թուրք-ադրբեջանական ռոպագանդայի թեզերը շատ լավ են գործել եւ աշխատեցվել են հայ մարդկանց կողմից, ռոպագանդա իրականացվել, որ այս փաստաթուղթը Հայաստանի շահերից չի բխում եւ մենք բացարձակապես չպետք է այս փաստաթղթի շրջանակներում շարունակենք բանակցություններ եւ այլն եւ այլն։ Չնայած դրան մեր ստորագրությունը շարունակում է մնալ փաստաթղթի տակ։ Ես պնդում եմ հիմա էլի այս առիթից օգտվելով, որ միակ ճանապարհը, որ մենք որևէ հաջողություն ունենանք Ադրբեջանի հետ բանակցություններում, որևէ, դա մեր վերադարձն է նոյեմբերի 9-ի երակոմ հարթակ։ Ով ինչ ուզում է ասի, ինչ քարոզություն ուզում է գնա, որովհետև տեսեք Ադրբեջանը հիմա ինչա պնդում։ Ադրբեջանից պնդում են, որ դուք երեկել են ասել, դուք պարտավորություն ունեք մեզ տալու ճանապարհ, անխոչնդոտ, բայց դուք այդ պարտավորությունը չեք կատարում, չէ՞, որը խաղաղության պայմանագրով, այս համաձայնագրով կանոնակարգված չի, չկա նման բան։ Ապա շրջափակման կետը մերոնք հանել են, համաձայնվել են, որ դուրս գա եւ ուրախությամբ, ցնծությամբ ներկայացնում են Հայաստանի ժողովրդին։ Հիմա իրենք ասում են դուք պարտավորություն ունեք եւ Հայաստանի իշխանությունը, որը մեր շահերը չի ուզում պաշտպանի, չի ասում եղբայր մի հատ եկեք հələ գնանք նստենք խոսանք։ 3 ստորագրություն կա՝ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան։ Գնանք խոսենք։ Եթե դուք այդ 9-րդ կետը ուզում եք որ մենք կատարենք,
Մենք է պահանջելու ենք այն մյուս կետերի կատարում։ Եթե մյուս կետերի կատարումը անհնարին է, չկա Արցախ, չկա Լաչինի Միջանցք, չկան խաղապահներ, ուրեմն չկա 9-րդ կետի պարտավորություն։ Այդ պարտավորությունը ավարտված է, սպառված է։ Բայց չկա այդ տեքստը ասող չկա։ Ընդհակառակը առաջարկներ են ուղարկում Ադրբեջան, թե ինչպես այդ 9-րդ կետը կյանքի կոչեն։ Հիմա սա ինչ է, եթե ասենք մենք ամեն ինչ անում ենք, որ ինչ անենք, Ադրբեջանի պահանջները հերթականությամբ կատարենք, ընդ որում միակողմանի, դրա դիմաց որևէ բան չստանալով, բացարձակապես որևէ բան չստանալով։ Ես էլի հետ գալով այս համաձայնագրին, որը որ իբր թե համաձայնեցված է, հիմա բնականաբար քարոզչություն է սկսվելու։ Այդ քարոզչությունը ունենալու է մի քանի ուղղություններ, որ մեր դիտողները իմանան։ Առաջինն այն է լինելու, որ էլի փորձելու են այս ամեն ինչը գցել Ռուսաստանի գրպանը։ Արդեն սկսվել է այս ամեն ինչը։ Ես արդեն YouTube-ում վերնագրերը տեսնում եմ, որ Ռուսաստանն է ճնշել, որ մենք համաձայնվենք, թե Ռուսաստանի ինչ շահուներ է տեղ, որ մենք ճնշել մենք համաձայնվենք, աբսուրդ էլի։ Մենք չենք ուզել, մենք բացարձակապես չենք ներգրավել որևէ մեկին, եւ իբր թե առանց միջնորդ բանակցություններ ա գնում, այս այն դեպքում, որ բանակցություն չկա ուղղակի, թղթեր են իրար ուղարկում։ Իրար չեն էլ տեսնում։ Բարևել չեն տալիս իրար։ Ուղղակի թղթեր ուղարկում են, ասում են, «Էս կանեք», մերոնք հայտարարում են, «Հա կանենք», ուղղակի կլինի, որ իրար հետ հայտարարենք, որ կանենք, իրանք ասում են, «Չէ, մենք առանձին հայտարարում ենք», ու առանձին հայտարարում են։ Ու այդ ամոթը գոնե ամաչեն, ասենք, չհրապարակայնացնեն, որ նման բան ենք խնդրել, դա չի եղել։ Խայտարակության որ բանն է, մակարդակն է, էլի։ Հիմա այդ մի ուղղություն։ Մյուս ուղղությունը հայտարարել են, որ բոլորը ովքեր դեմ են խոսում պատերազմ են ուզում։ Արդեն երեկվանից սկսել են։ Ժողովուրդ ջան, դուխով, գլուխներդ բարձր, չվախենաք, այս ամեն ինչը խաղաղության մասին է, ոչ մի իշխանություն չի ունեցել sense պատասխանատվություն վերցնի իր վրա։ Ինչի պատասխանատվություն են վերցրել։ Մեր թորներին, ծորներին դաշնակից ունենալուց զրկվելու, հա, պատասխանատվություն եք վերցրել ձեր վրա։ Դա ի՞նչ պատասխանատվություն է որ։ Դա ասենք Հայաստանի հետ կապ ունի այդ պատասխանատվությունը, հայկականության հետ կապ ունի այդ պատասխանատվությունը։ Այն որում գիտեք ինչն է հետաքրքիր։ Այս բանը, այս երկար նվաստացումները, այս արժանապատվության ոչնչացումը մեր գոնե դրա դիմաց, ասենք, չգիտեմ, Թուրքիայի սահմանը բացել ինչ է, չի բացվել։ Երեք բարձրաստիճան պաշտոնատարանց Թուրքիայից հայտարարում է, որ Թուրքիայի դեսպանատուն Հայաստանում բացելու եւ նմանապես հայկական դեսպանատուն Թուրքիայում բացելու հարցը քննարկումը դեռ վաղ է։ Ոչ թե բացել, այլ քննարկելն է վաղ։ Այսինքն քննարկելը։ Այսինքն բանը էլի հայեր դուք դի երազեք, որ Թուրքիայի դեսպանությունը այստեղ ունենաք։ Սա ես պնդում եմ մեր երկիրը անդամալույս դարձնելու process է, բոլոր քաղաքական գործիչները, ովքեր որևէ ամբիցիա ունեն, որևէ միտք ունեն, որևէ կերպ իրենց մտավորական են համարում, քաղաքացի են, կապույտ անձնագիր ունեն, պետք է բոլորը այս process-ի դեմ խոսեն։ Եվ ասեմ էլի եմ ասում, ճաշակի բան է, էլի հարց է, ես խնդիր չունեմ, հարգում եմ, մեկը ասում է, չէ, մենք պետք է Ամերիկայի հետ լինենք, շատ լավ։ Այս պայմանագրով չես կարող լինել Ամերիկայի հետ։ Ճաշակի հարց չէ, այնտեղ ուզում եք Ռուսաստանի հետ լինեք, Ամերիկայի հետ լինեք, Ֆրանսիա։ Այս պայմանագրով ոչ մեկի հետ չեք կարող լինել։ Դառնում եք հաշմանդամ երկիր, դե խոսացեք։ Թող խոսան, օրինակ ես ուզում եմ անուններն այ հրապարակել։ Արամ Սարգսյանը, այնտեղ Խզմալյանը, Բաբաջան
Պատկերացնում եք, ես Արհավիրքը գալիս է, ես գիտեմ, հասկանում եմ դրանից խոսում եմ ու գնում եմ Գյումրիում, ասում եմ ընտրեք Պողոսին, մեր կուսակցությունից ինքը լավ տղա է։ Ես ինչ չեմ պատկերացնում։ Եղավ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Да.